Բարի լույս իմ սիրելի հետևորդներ, ցուրտ Ֆլորենցիայից, շատ ցուրտ է, իդեպ, առավոտյան երեկոյան սառնամանիք է, ցերեկը մի փոքր տաքանում է, ինչպես միշտ երեխաներին թողել եմ եւ իմ հետևի այս ճանապարհով, որը ինձ թվում է հենց այլ է նրա համար, որ վազեն, շունիկներին ման տան, հեծանիվ քշեն, այս իմ ամենասիրած ճանապարհն է, որտեվ երկու փողոց այն կողմ, գլխավոր ճանապարհն է, որտեղ որ մեքենաներ են, շատ զբաղված ճանապարհ է, ես այդքան էլ չեմ սիրում, ինձ էս մեկնադուր գալիս, ամեն դեպքում հետաքրքիր բան եմ նկատել, Ֆլորենցիայում դեկտեմբերը ավելի ցուրտ է եւ հունվարի սկիզբը, այնց թվում է ամենացուրտ ժամանակը այդ ժամանակը Դեկտեմբերի տենց կեսից կամ տենց 5-ից 7-ից այտենց մինչև հունվարի կեսը։ Հետո այդքան ցուրտ չի լինում, նենց հետաքրքիր է։ Ինչպես տեսնում եք ցուրտ ասելով -1 այտենց է եղանակը, բայց այդտեղ -1 պատկերացեք Երևանում -5, -6 այսենց, որովհետև շատ խոնավ է եւ այդ ցուրտը դուք ոնց որ ավելի շատ եք զգում, ոնց որ մինչև ոսկոր սառեք։ Նույնը տան մեջ, եթե տանը ջերուցում չկա, նույնը տան մեջ է, պատկերացեք ոնց որ սառ ես մի տեսակ։ Ամեն դեպքում, ուզում եի ձեզ հետ մի բանով կիսվի, հետաքրքիր, շատ հետաքրքիր է մեր կյանքը ընդհանրապես ժողովուրդ, մեր տարբեր քայլերից այնքան բան է կախված, որ մենք ոնց մեր կյանքը կկազմակերպենք, ինչ կանենք եւ ըստ դրա էլ ինչ տեղի կունենա։ Ես օրինակ երբեք չէի մտածի, որ ես ուր բլոգերն ուր ժողովուրդ, որ ճիշտ է խոսանք, հա։ Ես ընդհանրապես երբեք մտքեր չեմ ունեցել ոչ բլոգ ունենամ, բայց նայել եմ, ինձ միշտ հետաքրքրել են բլոգերներ, հատկապես մեր հայերը, որոնք ապրում են տարբեր երկրներում, հետաքրքիր էր էլի, որ համեմատում էին, պատմում էին ամեն երկրում ինչ առանձնահատկություններ կան, ինչ առավելություններ կան, ինչ թերություններ կան, ինչ շատ հետաքրքիր էր։ Ու մի տարի առաջ ես միշտ ունեի Instagram, բայց երբեք ոչ մի բան չէի ցուցադրում։ Մի տարի առաջ որոշեցի, որ պետքա սկսեմ վարեմ, այսպես ասած, Instagram եւ բացեցի այնտեղ ամենը Ֆլորենցիայի մասին էր։ Քանի որ ես Ֆլորենցիայում եմ ապրում, իդեպ շատ նոր հետևորդներ ունենք, բոլորս միասին, արդեն 1600-ն ենք ընկերներ, այդ իմ համար շատ մեծ բան է եւ ասեմ ձեզ նույնիսկ պատասխանատու, որ 1600 հոգի նայում է, թե ես ինչ եմ ցույց տալիս, ինչքան պետք է լինես դու ավելի զգոն ու շադիր, հետևես խոսքերին, ճիշտ խոսաս հայերեն, շատ դժվար ասեմ ձեզ, բազմաթիվ անգամներ ինձ ուղղում եք, ես ինքս նկարում եմ հազարավոր անգամներ ջնջում եմ, որտեվ իմ նկարածը ինձ դուրս չի գալիս, ինչպես ասեցի, ոնց ասեցի, ես շատ պերֆեկցիոնիստ եմ այդ տեսանկյունից, ընկերներ ջան, բայց ամեն դեպքում Instagram-ում որոշեցի բացել 1 տարի առաջ բլոգ հայր, ավելի ճիշտ կլինի ասել, հա, որտեղ ցույց էի տալիս Ֆլորենցիան։ Ավելի շուտ ոնց որ տուրիստի աչքով, հա, սենց ասեմ, որտեղ դե պատկերացեք, ես մասնագիտությամբ ճարտարապետ եմ, ովքեր նոր են միացել, չգիտեն, ինձ դա մի քանի անգամ ավելի հետաքրքիր է, եւ ես միշտ նկարում էի բոլոր թանգարանները, որտեղ այցելում էի, բոլոր հետաքրքիր վայրերը, որ շատերը գալիս են Ֆլորենցիա, բայց չգիտես ինչի չեն գնում այդ վայրերը, որտեղ ուղղակի չգիտեն, բազմաթիվ եկեղեցիներ, թանգարաններ, որոնք են ստանդարտ տուրիստական ուղուց մի քիչ ավելի հեռու են, այսպես ասենք, անհայտ են։ Ինչ լավ գնում է։ Ամեն դեպքում ինձ հետաքրքիր է շատ, իդեպ ովքեր չեն դեռ միացել իմ Instagram-ին, ես ներքևում կթողնեմ, ինչպես նաև հոլովակի վրա կթողնեմ իմ Instagram-ը, եթե ձեզ հետաքրքրում է Ֆլորենցիան, այնտեղ ավելի զուտ ցույց եմ տալիս Ֆլորենցիան, տեսարժան վայրերը, միգուցե ռեստորանները, հետաքրքիր վայրեր, որտեղ որպես տուրիստ կարելի է գնալ, ընկերներ, իսկ կյանքը Իտալիայում որոշեցի նկարել YouTube-ով,
որտեվ շատ մեծ քանակությամբ հավաքվել են մարդիկ Instagram-ում, որ շատ տարբեր լեզուներով են խոսում։ Չեք պատկերացնի, ամբողջ աշխարհից կա, մոտավորապես չեմ սխալվում 8000 հետևորդ կա այնտեղ, եւ ես չգիտեմ ինչ լեզվով մարդկանց պատմեմ, շատ անգամ անգլերենով եմ ուղղակի էկրանին գրում կամ ռուսերեն, անգլերենով եմ գրում, ամեն անգամ տարբեր եմ անում, ընկերներ։ Դրա համար որոշեցի, որ չէ, տենց չի լինի, ավելի լավ է YouTube-ով բացեմ հայերեն եւ հենց հայերեն էլ պատմեմ ավելի մանրամասն ստեղի կյանքը, որ դեզ էլ հետաքրքիր լինի, բոլորին հետաքրքիր լինի։ Եվ այսքան ինչ եմ խոսում, առակաս ինչ կուսուցան է։ Իմ շատ հարգելի, սիրելի հետևորդներից մեկը, որ ինձ հետևում է նաև Instagram-ում, նաև YouTube-ում եւ Ֆլորենցիայի շատ մեծ սիրահար է, օրեր առաջ ինձ գրում է, որ գտնվում են Ֆլորենցիայում։ Իրենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից են։ Եվ գտնվում են Ֆլորենցիայում եւ գրեց ինձ, որ կուզենար հանդիպեր, թե ես բնականաբար կուզենայի հանդիպեի, ես մի անգամից գնացի, շատ ուրախ էի հանդիպել, շատ հաճելի մարդիկ են, դուք չեք պատկերացնում, նույնիսկ ինձ նվեր են բերել, պատկերացնում եք ժողովուրդ, ես քիչ եմ լացեի, հիմա ես այստեղ կփորձեմ մի կտոր դնեմ եւ ձեզ էլ ցույց տամ, ես իհարկե թույլտվություն հարցրել եմ իրենցից, թե կարող եմ սրա մասին խոսալ, թե ոչ, եւ կարող եմ ցույց տալ, այնուհետև հիմա ձեզ ցույց կտամ դա, ընկերներ ջան։ Ընկերներ, ինչպես եւ արդեն ասել էի, ինձ շատ, սենց ասեմ, թանկ նվեր է սա, որտեվ այնքան անսպասելի էր ու այնքան հաճելի մարդկանցից է սա, որ առանց բացելու պատկերացնում եմ, որ ինչքան եմ ես սիրելու եւ պահելու, արդեն ձեզ պատմեցի պատմությունը, եկեք միասին տեսնենք ինչ է, այստեղ ինձ էլ շատ հետաքրքիր, բացենք, աստված իմ, թոնացարի ձևով է, տան համար է ենթադրում եմ, որ ինչ-որ քաղցրավենիք կարելի է պահել, ինչ-որ սնեկեր կարելի է դնել, շատ գեղեցիկ է, հենց ամանորի նախօրեին, շատ գեղեցիկ է, եկեք տեսնենք մյուսը ինչ է, սա կրկին ամանորի է, սա ենթադրում եմ փաթիլի տեսք ունի, այո, փաթիլի, մեկը տոնածառի տեսք ունի, մյուսը փաթիլի, ժողովուրդ, մի հատ նայեք ինչ գեղեցիկ է, համ լակոնիկ է, համ գեղեցիկ է, հան իմ տան բոլոր գույների եւ ամեն ինչի հետ գնում է, շատ շնորհակալ եմ, շատ գեղեցիկ է իսկապես, շնորհակալ եմ։ Սա ենթադրում եմ երեխաների համար է, որտեղ արդեն տեսնում եմ արձանիկը, Ես ասա էլ բացեմ, միասին բացենք ընկերներ, այո, ամբողջը նոր տարվա է, ինչ գեղեցիկ է, շատ շնորհակալ եմ իսկապես, շատ զգացված եմ, այս անակնկալ էր իսկապես, նոր տարվա նախօրեին, շատ շնորհակալ եմ, Սա կտեղադրեմ երևի թե հենց այստեղ, հենց իմ կամ սկուտերի մեջ, կամ հələ կմտածեմ տեսնեմ, իսկ հիմա սկուտերի մեջ սա կսազի, որտեղ հենց գույներով էլ է իր հետ, եւ ամբողջ թեմատիկան իր հետ կպահի, իմ կարծիքով, այսպես, իսկ հիմա գույնային շատ խոսում է այս հատվածի հետ, ընկերներին չեք կարծում, մոտեցնեմ նայեք դուք էլ, այսինց, ինձ թվում է շատ գեղեցիկ է, իսկ սրան կդնեմ սեղանին արդեն, որպես փոքրիկ սնեկերի համար, շատ գեղեցիկ է, շատ շնորհակալ եմ, ամեն դեպքում ինձ շատ հաճելի էր, եւ ինչ էի ձեզ ուզում ասեմ, որ ես չէի մտածի երբեք, որ YouTube-ով կարողա ունենամ բլոգ, որտև էլ եմ կրկնում ես եւ բլոգեր լինելը այնքան հեռու ենք իրարից չեք պատկերացնում
Բայց ուզում ասեմ, տեսեք, կարող էր տենց է լիներ, որ դուք բլոգ վարեք եւ ուղղակի այդ բլոգը վարելուց դուք հանդիպեք հաճելի, գեղեցիկ, լավ մարդկանց հետ, որ երբեք ձեր մտքով չեր անցնի, որ կարող են այդ մարդիկ հետևել, իրենց հետաքրքիր լինել։ Պատկերացնում եք, ժողովուրդ, դա մի աննկարագրելի բան է։ Այսինքն սա գործիք է, որ մարդիկ իսկապես իրար ճանաչեն, իրար հետ շփվեն, բացվեն, միգուցե ընկերներ գտնեն տարբեր երկրներում։ Չգիտեմ, ես շոկի մեջ եմ, բայց աստծի ձեզ հետ էլ կիսվեմ, ժողովուրդ, մի հատ նայեք ես անծայրածիր կանաչը։ Ասեցի ձեզ հետ էլ կիսվեմ, թե ինչա ինձ հետ պատահել, ընկերներ ջան, կյանքը շատ հետաքրքիր է։ Մեր ցանկացած քայլ իր հետևից բերում է այլ քայլեր, ու ամենակարևորը որ ճիշտ քայլ դնենք, սխալ քայլ չդնենք։ Միշտ մենք լինենք ազնիվ եւ մեր հետ եւ մեր շրջակա մարդկանց հետ։ Այդ բերում է ձեզ նմանատիպ լավ մարդիկ կյանքում, որտեղ եթե դուք տենց եք, ձեզ նման մարդիկ էլ կգան։ Հասկանում եք ինչի նկատի ունեմ։ Չգիտեմ, ինձ շատ զարմացնող, հիացնող դեպք էր, ընկերներ ջան, ուզում էի ձեզ հետ կիսվեի եւ ասեի, որ այսպիսի բաներ են լինում Պարսումա աշխարհում, ժողովուրդ ջան։ Ես ձեզ ասեմ, ստեղ մի փոքր sense գետանման, կանալի նման բան կա, սառել է, գիտեք։ Վրան sense շերտ է սառուցի պատե, այդքան ցուրտ է։ Ամեն դեպքում եթե գալու եք, լավ հագնվեք, շատ տաք հագնվեք, բայց խորհուրդ կտամ գաք, որտեղ շատ գեղեցիկ է Ֆլորենցիան այս Սուրբ Ծննդյան Նոր տարվա օրերին, բազմամարդ է, փողոցները են լույսերով, կյանքը եռում է, չնայած ցրտին։ Ես արդեն հասնում եմ մեր տան մոտ գտնվող մոլին, որտեղ բնականաբար սուրճ խմեմ, որտեղ ձեռքերս փայտացել են ընկերներ։ Ինչի ես ձեռնոց հակ չեմ հագել, ես չգիտեմ, բայց դες ասեմ պետք էր, նույնիսկ լավա գոնե մտածել եմ գլխակ հագնեմ, թե չգիտեմ ինչ կրներ ինձ հետ, այնպես որ գրամ սուրճ խմեմ տաքանամ, պետք է մտնեմ սուպերմարկետ մի քանի փոքրիկ գնումներ անեմ, այսօր մայրիկս ա գալի, որպեսզի գնամ դիմավորեմ, մի քիչ հետո ընկերներ ջան, ձեզ համար առիթ է, ես ցույց կտամ Ֆլորենցիայի օդանավակայանը, մի քանի բան կպատմեմ։ Իդեպ հետաքրքիր բան պատմեմ, ժողովուրդ, քանի սուրճ եմ խմում, հիշեցի։ Կհիշեք, ես ձեզ միշտ ցույց եմ տալիս, որ դրսի, այսինքն Ֆլորենցիայի պատմական կենտրոնում եւ պատմական կենտրոնից դուրս սուրճի եւ սրճարանների գները տարբեր են։ Ամենակիչը 50-ից 60, նույնիսկ 70 ցենտ կարող է տարբերություն լինի։ Եվ այս վերջերս խաղապետարանները, քաղաքապետարանները որոշում են ընդունել, որ Ֆլորենցիայի բնակիչների համար սուրճը, թե օրինակ այստեղ, որտեղ ես խմեմ, որ ես 15 րոպե, ասենց ասեմ, 6-7 կիլոմետր հեռավորության վրա եմ ես պատմական կենտրոնից, հա, այստեղ այս կապուչինոն արժի 1.50, եթե ես հիմա գնամ կենտրոն վերցնեմ, դա կլինի կամ 2 եվրո կամ 2.10, եթե ես խմում եմ կանգնած, եթե ես չեմ նստում, հա, որ պարզաբան եմ ձեզ համար, եւ որոշում ընդունվել, որ բոլոր Ֆլորենցիայի բնակիչներին գինը լինելու է նույնը։ Այսինքն էլ 2 եվրո չի լինելու, լինելու է 1.50, 1.60, ոնց որ այս թաղամասերի սուրճն է, որովհետև անարդար է, ստացվում է, որ տուրիստների համար են իրենք գինը բարձրացնում, որովհետև տուրիստներն են շատ գալիս, եւ ստացվում է Ֆլորենցիայի ժողովուրդը տանջվում է, իսկապես, որովհետև իրենք պատրաստ չեն սենց գների, իրենք չեն կարող 3-4 եվրո տան սուրճի համար, իրանց համար դա անընդունելի է, ժողովուրդ ջան, եւ ինձ թվում է շատ արդար որոշում են ընդունել։ Սրճարանները, ռեստորանները բոլոր Ֆլորենցիայի բնակիչների համար կլինեն սովորական, նորմալ, ստանդարտ գների։
այլ ոչ թե տուրիստական։ Էդ էլ ձեզ այս մի նորությունը ժողովուրդ ջան։ Գնանք սուպերմարկետ, իմ սիրելի կոպ, խնդրել եք, որ դրսից էլ ցույց տամ, այս տեսքն ունի կոպ։ Չգիտեմ ամենտեղ կա թե չէ Իտալիայում ճիշտը որ ասեմ, այս մի սուպերմարկետը չգիտեմ ամենտեղ կա թե ոչ։ Ու իդեպ նորություններից նաև երևի տեղյակ եք նորություններից, որ իտալական խոհանոցը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության մեջ։ Ինչ եք կարծում, համամիտ եք այդ մտքին թե ոչ, իսկապես նա արժան է, որ լինի այդ ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ ընկերներ։ Stella di Natale դեռ սպասում է իր գնորդներին, արժի 7 €98 ընկերներ։ Ժողովուրդ, ես արդեն հասա Ֆլորենցիայի օդանավակայան, շատ փոքր է ինքը ներսից, ինչպես կհիշեք, ես ձեզ արդեն ասացի, որ ուզում են մեծացնեն, հիմա հասկանամ, որտեղ ես պետքա փնտրեմ իրեն։ Ընդամենը այսքանն է, եւ մի քիչ էլ վերևի հարկն է, այսպես լիֆտով էլ կարող եք բարձրանալ, եւ վերևի հարկն է, վերջ, ուրիշ մաս չունի։ Սիրելի ընկերներ, ես եկա ժամանակին, բայց ինքնաթիռը 15 թե 20 րոպե ուշանում է, գրված էր արդեն։ Հեսա մի քիչ այստեղ կզբոսնեմ, կսպասեմ միջև գա։ Համեր ձեզ մի քանի բան կպատմեմ, միգուցե ձեզ էլ հետաքրքիր լինի։ Եթե գալու եք Ֆլորենցիա, եթե ձեր թռիչքը Ֆլորենցիա է, ինչպես կարող եք հասնել օդանավակայանից կենտրոն, մի քանի տարբերակ կա ընկերներ, կան տաքսիներ բնականաբար, որը ձեզանից 30-ից 50 եվրոյի շրջանակում կուզի, որովհետև այստեղ ամեն ձեր ծանրոցը առանձին գումար է, քանի ծանրոց որ կլինի եւ դուք քանի հոգի կլինեք, դա առանձին եք վճարում։ Մյուս տարբերակն է տրանսֆեր անձնական, որը կլինի բնականաբար ամենաթանկը, կարող է հասնել մինչև 100 եվրո։ Եվ ընկերներ, ամենակարևորը տրամվայ, որը արժի 1 €70։ Հենց այստեղից պատկերացեք, սա аэропորտի շենքն է, սա տրամվայն է։ Պատկերացնեք, չէ, երևի 5 մետր, 10 մետր, հա, տարբերությամբ դուք նստում եք այս տրամվայը, որը միշտ այստեղ կա։ Տալիս եք 1 €70, գնում եք Սանտա Մարիա Նովելլա կայարան, այնտեղից Դուոմուն ինձ թվում է 5 րոպե է ոտքով, այնպես որ մտածելու ընդհանրապես որևէ բան չունեք։ Այսպիսին է, շատ փոքր է եւ պարկինգ չունի, այստեղ մեկ էլ այն հետևի հատվածն է պարկինգը։ Եվ ինքը շատ քիչ է ընդունում ինքնաթիռեր, որովհետև Ֆլորենցիան գտնվում է փոսի մեջ, սարերի արանքում, եւ շատ դժվար է նախ եւ առաջ մեծ ինքնաթիռեր գան, այստեղ չկա տրանսատլանտիկ ինքնաթիռներ, այստեղ չեն գալիս են միայն եվրոպական երկրների միջև հաղորդակցվող ինքնաթիռներ։ Այդ իսկ պատճառով ուզում են կառուցել նորը, որպեսզի խուսափեն այս ամենից եւ հեռացնեն քաղաքից, որտեվ այս օդանավակայանը հենց քաղաքի մեջ է, 15 րոպե է մեքենայով կենտրոնից, 20 րոպե, հա, եթե լինի տրաֆիկ, հա։ Այնպես որ ընկերներ, տրամվայ, մի տվեք գումար տաքսին, խորհուրդ չեմ տալի։ Նորից գնամներ սպասեմ։ Իմ մայրիկը գալու է ավստրիական ընկերությունով, այդ իսկ պատճառով սպասենք, տեսնենք երբ է գալիս։ Ինչի է ուշանում, չեմ կարող ասեմ, բայց ցավոք սրտի այդպես է։ Սպասենք։ Քիչ տեսնենք ինչպես են այստեղ զարդարը։ Բավականին գեղեցիկ են զարդարը։ Ձեզ ասեմ։ Այստեղ մի քանի փոքրիկ սննդի կետ կա։ Եվ վերջ կարող եմ ասել, ոչ ոչինչ չկա։ Շատ փոքր է։ Վերջ, այս առաջի հարգը այսքանով վերջացավ ժողովուրդ։ Վերջ, սա էլ
Չեկինն էլ է երկրորդ հարկում գտնվում, գեյթերն էլ են երկրորդ հարկում գտնվում, այնպես որ կորել հնարավոր չի, ոչ իման ձեր հետ չի պատահի, շատ հեշտ է այստեղ կողմնորոշվել։ Ընկերներ, արդեն վերադարձանք տուն օդանավակայանից, իմ հարստությունն եմ ձեզ ցույց տալի, այն ինչ որ ես խնդրել էի, բաստուրմա, չէ կներեք, սուջուղ, արդեն անուններն էլ եմ խառնել, կրկին սուջուղ, բաստուրմա, ոնց եմ ես իրանց սպասել, դուք չեք կարա ձեզ պատկերացնել, կրկին բաստուրմա, սուրճ, տարբեր տեսակի, ես համար 3-ն եմ սիրում Փարիզյանի դեպ, Գորիսի չանախ պանիր, սա ինչա, պանիր ոչխարի, ես ինչա ժողովուրդ, սա էլ է պանիր ոչխարի եւի տարբեր տեսակներ են, լավաշ, ես չգիտեմ որ տեղից է սա, ես չեմ իմանում տեղերը, կրկին լավաշներ տարբեր տեղերի եւ իհարկե էլ ինչ կարող լինի իմ նման մարդուն Grand Kenzie չրերով կոնֆետներ ես չգիտեմ ինչա ժողովուրդ ես առաջին անգամ sense բան տեսնում չեմ իմանում հեսա կփորձենք ձեզ կասեմ լավն է թե չէ ես էլ է Grand Kenzie բայց ինչա չեմ հասկանում ինչ որ Nairi Peach Natural Dried Fruit Բո, չգիտեմ ինչ Ես կիմանանք Այսքանն էին իմ պատվերները ինչ որ ինքը իր հետ բերել է ինձ համար ընկերներ ջան Բարյախորժակ մեզ հիմա մենք լավաշ ենք ուտելու